Ողջույն սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, մենք կրկին Afel Armenia YouTube-յան ալիքի եթերում ենք, որտեղ մեկնարկում է հերթական խաղային օրը, օրվա միակ հանդիպումը ու այսօր բրծում են միմյանց դեմ այս խաղում Bayer Leverkusen-ն ու Marseille, շատ կարևոր հանդիպում է երկու թիմերի համար էլ, թե մրցաշարային աղյուսակում, թե իհարկե հերթական տուրի շրջանակներում երկուսն էլ բնականաբար Քիչ ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող պատկերը, որ ինքներդ էլ հասկանաք, թե ինչի մասին եմ ես խոսում, իսկ հիմա եկեք արդեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին։ Անդրանիկ Հայրոյանը պաշտպանում է։ Հիմա վտանգավոր իրավիճակ է, այո, իսկապես այս իրավիճակում պաշտպանեց Հայրոյանը Մարսելի դարպասը, վտանգավոր հարված տեսանք Օհանյանից, բայց կարողացավ հեռացնել գնդակը Մարսելի դարպասապա, հիմա Այս գրողը նույնպես տեսնենք Leverkusen-ի ֆուտբոլիստների, որից հետո արդեն նոր կծանոթացնեմ թիմերի հայտարարություններին, Բայերը շատ ակտիվ է մեկնարկել հանդիպումը։ Եզրային նետում են հիմա իրականացնում Leverkusen-ի ֆուտբոլիստները դեպի Տուգանայինի մատույցներ Օհանյան, բայց այս անգամ այս փորձը չստացվեց Օհանյանի մոտ, Ավետիսյան ու այո, հասցնում է արձագանքել Ավետիսյանը գնդակին։ Եվ այսպես Անդրանիկ Հայրոյանը պաշտպանում է Մարսելի դարպասը համար 1 Ավետ Բարեյան համար 5 Ակուլյան ու այս փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց, քան շարժվում էր նրա խաղընկերը Կարեն Վարդանյան համար 6 Սարգիս Սարգսյան համար 8 Մոզանյան համար 10 Գևորգ Հայնոյան համար 11 նա թիմի ավագն է Համբարձում Մանուկյան համար 13 Նարեկ Իսկանդարյան համար 17 Դավիթ Ջուլակյան համար 22 եւ Վահագն Ակուլյան համար 99 Bayer Leverkusen Թաթուլ Սևոյանը պաշտպանում է դարպասը համար 1 Աղասի Ավետիսյան համար 4 նա թիմի ավագն է Արմեն Ազնավուրյան համար 5 Արտուր Պետրոսյան համար 7 Պետրոս Հովանեսյան համար 8 Հայկաս Գալստյան համար 17 Գագիկ Ղուկասյան համար 9 Անդրանիկ Կիրակոսյան համար 10 Վլադիմիր Պետրոսյան համար 19 Վարդգես Գեբեշյան համար 21 եւ Հարություն Օհանյան համար 33 Այսպիսի հայտարարությունով է ներկայիս հանդիպանը Leverkusen-ը ու տեսնենք իսկապես ամեն տուրից հետո դա կրկնում եմ, բայց իհարկե հարկ եմ համարում մրցաշարային աղյուսակի մասին խոսելը այս պահի դրությամբ Leverkusen-ը 4 միավորով 3 հանդիպումից հետո գտնվում է 12-րդ հորիզոնականում Այո, Leverkusen-ը ունի 1 պարտություն կրած, 1 ոչ ոքի է խաղացել ու տարել 1 հաղթանակ Մարսելն էլ այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում, նույնպես վաստակած Ոչ, Մարսելը ունի արդեն վաստակած իր ակտիվում 3 միավոր, Մարսելը 4 հանդիպում է անցկացրել, այո, նաև տարել է 1 հաղթանակ եւ կրել 3 պարտություն, եթե չեմ սխալվում, Մարսելը հենց առաջին տուրում տարավ իր հաղթանակ, այո Կարծես Երևանի նկատմամբ, բայց դրանից հետո արդեն հաջորդեցին Մարսելին պարտությունները եւ որն է հետաքրքիր, եթե այսօր օրինակ խաղադաշտը լքեն Մարսելի ֆուտբոլիստները հաղթանակով, ապա կշրջանցեն հենց Bayer Leverkusen-ին։ Իհարկե ոչ միայն Bayer-ն, նաեւ մի քանի մրցակցի կշրջանցեն ու կտրուկ կհավասարվեն մինչեւ 8-րդ հորիզոնականում տեղ զբաղեցած 6 միավոր ունեցող Palermo-ին, բայց իհարկե կսպասեն, որպեսզի իրենց մրցակիցները այս տուրի շրջանակներում անցկացնեն իրենց հերթական հանդիպումները, նոր դրանից հետո արդեն ամբողջական մրցաշարային աղյուսակի պատկերը կունենանք։ Իհարկե Leverkusen-ն էլ եթե կարողանում է հաղթանակի հասնել այսօր, Bayern-ն էլ ավելի մեծ քայլ է, այսպես ասած, կատարում ու հավասարվում է մինչև 6-րդ հորիզոնականը տեղ զբաղեցած Արցախի ֆուտբոլիստերին, բայց իհարկե մեկ հանդիպում պակաս է ունենում անցկացած 4-րդ հորիզոնականում, 85-րդ հորիզոնականում գտնվող Բարսելոնայից։ Բարսան այս պահին 9 միավորով 5-րդն է ու անց է կացել 5 հանդիպումներն էլ իր։ Եվ եթե այսօր կարողանում է խաղադաշտը լքել հաղթանակած Leverkusen-ը, ապա կմոտնա Բարսան ճիշտ է 2 միավոր կզիջի, բայց կունենա նաև 1 հանդիպում անցկացնելու ու այդ հանդիպումը, այդ բաց թողած հանդիպումը նույնպես հաղթանակի հասնելու դեպքում կշրջանցի նաև Բարսային, բայց իհարկե մրցաշարային աղյուսակի ամբողջական պատկերն ունենալու համար դեռ շատ վաղ է խոսել Պետրոսյան արվածի փորձ անդրադարձու Հայրոյանը վերցնում է գնդակը, այո Իսկապես ակտիվ է Leverkusen-ը մեկնարկային րոպեներին, բայց դա դեռ ոչինչ չի ասում իհարկե փաստը թղթի վրա հանդիպան աշխիվը բացված չէ ու Զանյանը տեսնենք կհասնի այստեղ գնդակին հասել է, այո հասավ, ոչ դուրս եկավ, այո դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից
Այո, համաձայն չէ Զանյանը մրցավարի կայացած որոշման հետ, բայց մրցավարը շատ հստակ ցույց տվեց, որ պետք է հարված լինի դարպասից։ Ավետիսյան ուղարկում է աջ եզր գնդակը։ Կրկին Ավետիսյան ու դեպի առաջ ուղարկեց գնդակը, շատ հաջող փոխանցում ստացվեց այստեղ, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հենց Ղուկասյանից գնդակը կրկին Մարսելի ֆուտբոլիստների մոտը երկար փոխանցում առաջ ու անասցե ստացվեց նաև այս կատարված փոխանցումը, սխալները շատ են երկու թիմերի կատարում համբել այս մեկնարկային րոպեներին, այնպես չէ որ իհարկե հետաքրքիր ֆուտբոլ են դիտում, բայց մեկ-մեկու շատ են սխալվում ֆուտբոլիստները, դե դա նորմալ է իհարկե հանդիպման լարվածությունը արդեն իսկ գործը կատարում է խաղադաշտում։ Ավետիսյան փակեց այստեղ գնդակի ճանապարհը, Օհանյանին բաժին ասավ այն։ Գտավ Հասնաուրյանին, բայց այստեղ Վարդանյանը շատ լավ պաշտպանվեց նրա թիկունքից, ինչը այստեղ պայքար դաշտի միջին հատվածում ու ամեն դեպքում գնդակը մնում է Բայերի ֆուտբոլիստների մոտ։ Հասնաուրյան փոխանցումը կա։ Շարունակությունը տեսնենք դեպի Օհանյանը շատ լավ էր նկատել Պետրոս Հովհաննիսյան ու կատարել այդ փոխանցումը, բայց կարծում եմ Օհանյանը այս դրվագում չէր սպասում փոխանցման խաղանկերոջից։ Ակուլյան Ավետիսյանն է հաջող խլում իրականացնում։ Երկու դրվագում էլ պայքարին միջամտեց Ավետիսյանը, բայց այստեղ արդեն Պետրոսյանին թույլ չտվեցին հարված կատարել, ահա տեսեք։ Եթե հիմա Պետրոսյանը ստանար հարված կատարելու հնարավորությունը, կարող էին դարպասի գրավում ունենալ, շատ մոտ էր դարպասապային կանգնած ու կարող էր իրատեսական շանսեր ուներ Պետրոսյանը հանդիպան հաշիվը բացելու եւս մեկ փոխանցում վտանգավոր է հարվածի փորձ այստեղ հարված նույնիսկ այո կատարեց Ղուկասյան ու վաստակեց անկյունային հարված այո փակվեց այնտեղ Ղուկասյանի հարվածի ճանապարհը Ամբարձում Մանուկյանի կողմից ու անկյունայինը, որը Կիրաստիկ Կիրակոսյանը տեսնենք ինչպես կստացվի Բարձից փոխանցում, բայց շատ հեռուն գնաց գնդակ ու արդեն ես իսկ կնետի Մարսելը Այրոյան Թողնում է գնդակը Վարդանյանին ու շարժվում առաջ երկար փոխանցում Վարդանյանից ու նորից Ավետիսյան շատ լավ է գործում Ավետիսյանն ու պաշտպանության իհարկե կենտրոնում Կիրակոսյան ուղարկեց գնդակը այստեղ ու քիչ չէր մնում սխալվեին Լևերկուզենի ֆուտբոլիստները բայց կարողացավ ամեն դեպքում գնդակը պայել Բայերնի մոտ հիմա դեպի Կիրակոսյանը փոխանցում ու Եզից այո կնետի արդեն Մարսելը դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Մանուկյան ուղարկեց գնդակը Վահագն Ակուլյանի ուղղությամբ լավն էր փոխանցում Ակուլյանի կատարած բայց այստեղ խաղանկերոջից փոխանցում չստացավ Ակուլյանը իսկ ինչը այստեղ վնասված կարծես ստացավ Վահագն Ակուլյանը Օհանյանի դեմ Բախման ժամանակ ուտեսնենք որքանով է լուրջ Ակուլյանի վնասվածքը Կանգնեց, ամեն դեպքում կանգնեց ոտքի ու կմնա խաղադաշտում Ակուլյանը ճիշտ է խաղի կանոնների խախտում չկար, բայց ամեն դեպքում մրցավարը դադարեցեց հանդիպումը հասկանալու համար ինչ է պատել Ակուլյանի եւ որն է հետաքրքիր նշանակված է ստանդարտ Մարսելի դարպասի ուղղությամբ դա նշանակում է որ Վահագն Ակուլյանն էր թույլ տվել խաղի կանոնների խախտում իսկ հիմա ստանդարտը տեսնենք Լևերկուզենի Կիրակոսյանն է գնդակի մոտ Կասուլիչը Կիրակոսյան հերվից հարված ու այստեղ արդեն Վարդանյանը հեռացեց գնդակը Ղուկասյան դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից իսկ այստեղ էլ հաջող խլում է իրականացնում Մարսելո հակը գրում Մարսելից Մանուկյան աչեզրով շարժվում է առաջ դեպի Զանյանը, բայց այստեղ արդեն Կիրակոսյանը ոչ միայն հրաշալի պաշտպանվեց, այլև այնպես արեց, որ գնդակը հենց Մանուկյանին վերջում դիպավ ու լքեց դաշտի սահմանները, այո, շատ հաջող գործողություն տեսանք իսկապես Լևերկուզենի ֆուտբոլիստ Անդրանիկ Կիրակոսյանից Հայրոյան գեղեցիկ խլում է, Հայրոյան բացել է պետք հաշիվը, ամեն ինչ իդեալական է անում, Հայրոյան ու 1-0 Մարսելն առաջ է հասնում հաշվի մեջ։
1-0 բացված է հանդիպան Աշիվայո կարողացավ ամբողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելու եզրափակիչ հարվածը կատարել թիմի ավագ Գևորգ Հայրոյան ու Մարսելը արդեն արտողի կարգավիճակում է Հայրոյանը կատարեց գնդակի խլում ինքը շարժվեց առաջ ինքը կատարեց անցում ինքն էլ եզրափակեց այդ դրվագը այսպիսի արդյունավետություն 1 գրոյի ժամանակ Հայրոյանից գրեթե ամեն ինչ այս դրվագում միայնակ արեց Օհանյան փակվեց այստեղ փոխանցման ճանապարհը եւ սա գնդակի հեռացման փորձ էր պարզապես հիմա Մարսելը իհարկե պետք է մի փոքր ավելի ուշադիր գործի այս պահին պաշտպանությունում, քանի որ ոչ միայն հանդիպան մեկտարկում է Լևերկուզենն ակտիվ, այլև վստահ եմ, որ պատասխան գնդակի ետևից գնալու համար ակտիվություն կցուցադրեն Բայերի ֆուտբոլիստները, արդեն պարտվողի կարգավիճակում են ու դա տրամաբանական է, որ պետք է այդպես լինի, պետք է Բայերը շարժվի առաջ Ավետիսյան դեպի Կիրակոսյանը հաջող փոխանցում էր Պետրոսյանն արագանում է կա փոխանցում դեպի Պետրոսյանը բայց այստեղ էլ հրաշալի է գործում Մարսելի ֆուտբոլիստ Ավետ Բարեյան ու թույլ չտվեց Պետրոսյանին առաջ շարժվել առաջին արձագանքեց գնդակին իսկ հիմա նորից Մարսելն է անցել գրոյին շարակ ֆուտբոլ են տեսնում ինչ դինամիկ ֆուտբոլ է իսկապես ընթանում խաղադաշտում բայց այստեղ էլ Ղուկասյանը կանգնեց Սարգիս Սարգսյանի ճանապարհին ու թույլ չտվեց հարված էին դիտքում այտվի ֆուտբոլիստը Եզրային նետում իրականացված է Ակուլյան շատ լավ է գործում Ակուլյանը այստեղ ու Մրցավանը նշանակեց խաղի կանոնների խախտում, կար խախտում այստեղ Վահագն Ակուլյանի դեմ պայքարում թիկունքից խաղի կանոնները խախտեց Բայերի 19 համարը Վլադիմիր Պետրոսյանը Ավետիսյան երկար փոխանցում առաջ Պետրոսյանը այստեղ շատ հաջող է ընդունում գնդակ ու զարգացնում արագություն ձախ եզրով Պետրոսյան Ակուլյանն է դիմավորել նրան Պետրոսյան ու պայելը գնդակը դաշտի սահմաններում Արտուր Պետրոսյանը կարողացավ պայել բայց հետո Վահագն Ակուլյանը հաջող խլում իրականացրեց հետո գնդակի կորուստ կրկին ու տեսնենք արդյոք հարված կետևի դարպասի ուղղությամբ թե ոչ ամենայն դեպս գնդակը շարունակում է մնալ Բայերի ֆուտբոլիստերի մոտ Ավետիսյան գուցե հերվից փորձի Ավետիսյանը Աղասի Ավետիսյան այդպես էլ արեց ու քիչ էր մնում հաջողության հասներ հիմա Լևերկուզենը շատ վտանգավոր հարված տեսանք Աղասի Ավետիսյանից բայց վերջում գնդակը կարողացան հեռացնել Մարսելի ֆուտբոլիստերը ու անկյունայինը տեսնենք ինչ է տալու արդեն Լևերկուզենին Ասնաուրյանն է տեղադրել գնդակը Բարձից փոխանցում Պետրոսյան այստեղ հասավ մի կերպ գնդակին բայց հարվածը դիպուկ չստացվեց Ակուլյան կարելի ավելի արագացնել գրող Ակուլյան բայց դանդաղեց ճիշտ է պահում է գնդակին մոտ Վահագն Ակուլյան իսկ հիմա արդեն հասցրեց Լևերկուզենը վերադասավորվել բայց ամեն դեպքում փոխանցում ստացվում է դեպի աճ Ակուլյանից Վարդանյանն այստեղ է ու Կիրակոսյանը հիմա կանգնեց Վարդանյանի փոխանցման ճանապարհին ընդամենը վարկյաններ են թիվերին բաժանում մեկը մյուսի դարպասի ուղղությամբ սպառնալու համար Պետրոսյան Դելորես գնդակը ձախ եզր Սա փոխանցում է որը ամենալավն է օգտագործում Օհանյանը հանդիպան Աշիվը հավասարեցնելով 1-1 Բայերը պատասխանում է բաց թողած գնդակին Հարություն Օհանյան 1-1 հանդիպան Աշիվը հավասար է իսկապես շատ լավ գրող եզրափակում տվեց Օհանյանը նա հայտնվել էր պաշտպանների թիկունքում ու շատ լավ օգտագործեց իր հնարավորությունը ասա է Լևերկուզենի պատասխաններ ու թիմերը կարելի ասել ամեն ինչ սկսում են 0-ից խփեցին մեկական գնդակները բայց արդեն Հուսանք, որ ավելի գոլարատ հանդիպում ենք դիտելու, այն որ արդեն հանդիպումը տանում է դեպի դրան, կասկած չկա 15 րոպեվա ընթացքում թիմերի կատարման մեկական գնդակներ տեսել ենք հիմա Լևերկուզենի գրոյ եւ կա խաղի կանոնների խախտում։ Ու ստանդարտը տեսնենք Բայերն ինչպես է իդասնելու։
Խաղացի Ավետիսյանն է հիմա էլ տեղադրում գնդակը հարված կատարելու համար, նա կարող է վտանգավոր հարվածներ իրականացնել, տեսնենք Սուլիչը կա, Ավետիսյան հարվածը նույնպես, բայց պատվի վրա ընդունեց այս անգամ Աղասի Ավետիսյանի կատարած հարվածը, սա երկար փոխանցում էր դարպասապահից, բայց ահա տեսեք Ավետիսյանը հիմա էլ արդեն այստեղ է ու շատ գրագետ առանց խաղի կանոնները խախտելու կարողացավ խլում իրականացնել գնդակի, կարծես մրցավարը խաղի կանոնների խախտում չի նշանակել, բայց թե նշանակում է, չեմ կարող ասել, ամենայն դեպս հանդիպումը դադարեցեց հասկանալու համար ինչ է պատահել Սարգիս Սարգսյանին, թե նշանակեց խաղի կանոնների խախտում այս իրավիճակում։ Այո, կար խաղի կանոնների խախտում Ավետիսյանի կողմից եւ ստանդարտ է վաստակել հիմա Մարսելը։ Ստանդարտի խաղարկումը տեսնենք ինչպես է լինելու, կա փոխանցումը, բայց հեռացնում են Լևերկուզենի ֆուտբոլիստները գնդակը, հակագրոկը տեսնենք, ոչ Ակուլյանը շատ լավ է գործում այս իրավիճակում, պահեց գնդակի մոտ, հետո շատ հեռու թողեց, Օհանյանն էլ հաջող գնդակի խլում իրականացեց, փոխանցումը լավն էր ու հակագրո Լևերկուզենից Պետրոսյան կարող է Բայերն առաջացնել հաշվի մեջ ու ինչու չհարվածեց ավելի շուտ Պետրոսյանը ճիշտ է փորձեց ացում կատարել, դա նրա խաղը կենտարեց իր փոխարեն Օհանյան, սա փոխանցում էր ու բարձրացնում հիմա էլ Պետրոսյանի փորձը, այո, սա ակտիվություն է իսկապես դրամատիկ ու հետաքրքիր հանդիպում են դիտում, շատ լավ են թիմերը գործում հարձակման գծում։ Իհարկե նմանատիպ ֆուտբոլ պետք է սպասել այս երկու թիմերից, երկուսն էլ անկասկած երկրորդ դիվիզիոնում լավագույններից են, Օհանյան եւս մեկ փոխանցման փորձ փակվեց, իսկ այս փոխանցումը արդեն Օհանյանի կատարած ուժեղ ստացվեց ու հարված կտեսնենք։ Անդրանիկ Հայրոյանի դարպասից երկար փոխանցում առաջ Զանյանն այստեղ կարող է նույնիսկ չփոխանցել, եթե խաղանկերները ուշեն։ Այո, արդեն Կիրակոսյանը շարժվել էր դեպի Հայրոյան ու եթե Զանյանը պարզապես շրջվեր գնդակով, ապա միայնակ էր մնալու այդ իրավիճակում, սա փոխանցում է դեպի Պետրոսյանը, բայց ուժեղ ստացվեց ու Ես իսկն հետ են արդեն Մարսելի ֆուտբոլիստները Սարգսյան բայց Կիրակոսյանն է գնդակի խլում իրականացնում Դելորես դեպի Ձախեզր Օհանյան փոխանցում դեպի Պետրոսյանը եւս մեկը Օհանյանը հիմա կարող է դուբլի հեղինակ դառնալ գեղեցիկ արեցին այս իրավիճակում Լևերկուզենի երկու ֆուտբոլիստներ Օհանյանն ու Պետրոսյանը բայց իհարկե կարելի էր շատ հաջող եզրափակում տալ, կարող էր Օհանյանը նույնիսկ չփոխանցել ու ինքը հարվածել առաջին դրվագում, երբ փոխանցում էր Պետրոսյանին, բայց իհարկե, եթե ստացվեր այս համագործակցությունը գոլով ավարտել, ապա մենք շատ հետաքրքիր դարպասի գրավում կունենայինք։ Երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները ու անկնային վաստակում է, այո, Բայերը այս իրավիճակում։ Վերջում Հայրոյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, փոխանցում առանց այն էլ Ավետիսյանի կատարած բավական վտանգավոր է ստացվել։ Ու անկյունայինի խաղարկումը տեսնենք Բարձից փոխանցում Պետրոսյան ու բարձր է ստացվում Պետրոսյանի հարվածը հիմա էլ այս իրավիճակում բարձր ստացվեց Բայերի փորձը Երկար փոխանցում առաջ դեպի Զանյանը, իդեպ շատ լավ է գործում երկրորդ արգում Զանյանը հիմա էլ արագություն, բայց շատ հեռու թողեց գնդակը, հասնել այս գնդակին չէր կարող Զանյանը։ Տեսնենք Ավետիսյանը սկսեց դարպասից, այո, խաղաց ձեռքով այստեղ Բայերի ֆուտբոլիստը
դիպել էր գնդակը Լևերկուզենի ֆուտբոլիստ Վլադիմիր Պետրոսյանի ձեռքին ու Հայրոյանն է գնդակի մոտ բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ ուժեղ ստացվեց այս փոխանցումը հարվածքը տեսնենք Թաթուլ Սևոյանի պաշտպանած դարպասից Ավետիսյան երկար փոխանցում առաջ Օհանյանն է կապումով դեպի Ասնաուրյան ուղարկեց գնդակը վտանգավոր գրոնորից Լևերկուզենից շատ սուր են ստացվում բայերի գրոնները այս րոպեներին, բայց առայժմ վերջին այս եզրափակիչ հարվածը չենք տեսնում Ակուլյան մնաց գնդակով Մարսելը, բայց այս անգամ Ակուլյանի փոխանցումը չանցավ Արություն Օհանյան լավ նկատել է Պետրոսյանին ու կատարել փոխանցումը Պետրոսյան Ասնաուրյան վտանգավոր իրավիճակ է հարված է պետ դարպասի ուղղությամբ, բայց այստեղ շատ լավ պաշտպանվեց Մարսելը իսկապես շատ լավ իր վրա ընդունեց մրցակցի ֆուտբոլիստի կատարած հարվածը Համբարձում Մանուկյանը ու այո Վիճաբանական դրվագ նշանակեց մրցավարը հանձնեց գնդակը Մարսելին դարպասապը Հայրոյանն երկար փոխանցում կատարեց դեպի թիմի ավագ Գևորգ Հայրոյանը, Հայրոյանը թողեց Ակուլյանին Լավն էր Ակուլյանի այս փոխանցումը, բայց Կիրակոսյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, քան Ակուլյանի թիմակից Սարգիս Սարգսյան, այո, եթե հասներ գնդակը Սարգսյանին շատ վտանգավոր դիրքում նա կստանար արդեն հարված կատարելու հնարավորություն, քանի որ մեկ պաշտպան էր մնում այդ իրավիճակում Մարսելի ֆուտբոլիստի դեմ բայերի պաշտպանությունում Ավետիսյան, բայց հիմա շատ լավ գործեց Աղասի Ավետիսյանը փոխանցում դեպի առաջ Պետրոսյան կայո խաղի կանոնների խախտում ակնհայտ խախտում Մանուկյանը իրականացրեց ու արդեն ավելի մոտ դիրքում է Լևերկուզենը Տուգանային վաստակել Արագորեն խաղարկում է Պետրոսյանը գնդակը Ազնաուրյանի հետ, բայց մոտեցել էր արդեն Ավետիսյանը, եթե հետ փոխանցում տեսնենք Ազնաուրյանից, ապա Աղասի Ավետիսյանի դիրքը ավելի հարմար էր հաստատ հարված կատարելու համար Զանյանն ազատ է երկար փոխանցում դեպի Զանյանը, բայց հասնում է Կիրակոսյանը, այո, այստեղ հեռացնել գնդակը պայքար գնդակի համար ու Ավետիսյանը հեռացեց այն դաշտի սահմաններից Քաղաքեցի վերջին րոպեն մեկ տարկած է Ակուլյան Եվ հետ է ուղարկում գնդակը, բայց այստեղ Հայրոյանը այո հաստրեց դուրս գալով դարպասից հեռացնել այն Իսկ հիմա գրո արդեն Լևերկուզենից կտեսնենք շատ լավ անցում ու փոխանցում ենք տեսնում դեպի Արտուր Պետրոսյանը այս իրավիճակում, բայց հաստրեցին փակել նաև Պետրոսյանի փոխանցման ճանապարհը շատ լավ ամեն ինչ արեց այս իրավիճակում Հայկաս Գալստյանը ուղարկեց գնդակը Պետրոսյանին, բայց գրո շարունակություն չունեցավ, այդտեղ կանգ առավ Կրկին Գալստյան Դեպի Պետրոսյանը վտանգավոր իրավիճակ է ու ինչ է այստեղ նշանակում մրցավարը կարծես անկյունային պետք է իրականացնի բայերը Այո, անկյունայինը տեսնենք ինչի կվայացեն Լևերկուզենի ֆուտբոլիստները բարձից փոխանցում Պետրոսյան թողեց Ավետիսյանին գնդակը, բայց Ավետիսյանի հարվածը բարձր է ստացվում ու հարված կլինի Մարսելի դարպասից, այո, սա երևաց տնային աշխատանք է Լևերկուզենի գործողություններում գնդակի նման կերպով խաղարկումը նախորդ անկյունայինը նույնպես փորձեցին նման կերպ անել, բայց եթե չեմ սխալվում հենց Պետրոսյանը վերջական հարվածը կատարեց նախորդ անկյունայինի ժամանակ Սա երկար փոխանցում էր Ավետիսյանը հիմա այդ պաշտպանության կենտրոնում արդեն հասցրել է իր տեղը զբաղեցնել շատ լավ ուղարկում է գնդակը Աչեզրը Ազնաուրյանի ուղղությամբ ու գրոհում է Լևերկուզենը արդեն Աչեզրով Պետրոսյան վտանգավոր էր բայց շեղությամբ ստացվեց այստեղ Պետրոսյանի փորձը ու վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է թիմերը փոխանակվել են մեկական խփած գնդակներով 1-1 է հանդիպման հաշիվը կարճ դադար կլինի մեզ մոտ որից հետո կշարունակենք Ֆուտբոլասեր բարեկամներ, մենք վերադառնում ենք միասին Մարսելն դեմ Բայեր Լևերկուզենի հանդիպան երրորդ խաղակեսը դիտելու առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 1-1 այո թիմերը փոխանակվել են մեկական խփած գնդակներով ու տեսնենք արդեն երրորդ խաղակեսում ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ Սևոյանը հիմա վերցնում է գնդակը առանց խնդիրների ինչ են պահանջում այստեղ Մարսելի ֆուտբոլիստները
Կարծես ազատ հարվածի փորձեն Զանյանը պահանջում մրցավարից, բայց մրցավարը շատ մոտ էր կանգնած ու ամեն ինչ հստակ տեսավ այս իրավիճակում։ Ազնավուրյան լավ գործողություն էր, առաջի կեսում նախ կարողացավ Մարսելի ավակ Գևորգ Քանյանը առաջ մղել Մարսելին հաշվի մեջ, հետո արդեն րոպեներ անց պատասխան գնդակը խփեց Հարություն Օհանյանը ու թիմերը հենց 1-1 էլ ավարտեցին առաջի կեսը, այո, շատ դինամիկ, շատ արագ, շատ հետաքրքիր խաղակես ունեցան ու տեսնենք երկրորդ խաղակեսում արդեն ինչպիսի ֆուտբոլ են մատուցելու մեզ Ղուկասյան, թողնում է գնդակը Օհանյանին, լավ գործողություններ Օհանյանից, պահեց գնդակի իր մոտ, դեպի Աղասի Ավետիսյանը փոխանցում կատարեց ու այո Բայերը այսպես արդեն փորձում է ևս մեկ գրոհ կազմակերպել, դեպի աջ շարժվեց Ավետիսյանը, դեպի Կիրակոսյանը, Կիրակոսյան ու ինչ է այստեղ, մնում է գնդակը Կիրակոսյանի մոտ վտանգավոր իրավիճակ էր, բայց հեռու թողեց հենց Կիրակոսյանը գնդակը, այո, եթե մի փոքր լավ անցկացներ գնդակը այս իրավիճակում պաշտպանից ապա կստանար փոխանցում կատարելու հնարավորություն, բայց ամեն դեպքում հենց Կիրակոսյանից էլ լքեց գնդակը դաշտի սահմանները, հիմա արդեն եզից նետում է Մարսելը դեպի Հայրոյաններ ուղղված գնդակը, բայց Ազնավուրյանը ավելի շուտ ընդունեց ու հեռացրեց գնդակը եւ եզից նորից կնետեն Մարսելի տղաները։ Զանյան թողեց Ակուլյանին Այդ փոխանցում են տեսնում ու այստեղ արդեն Վարդանյանը փորձեց հասցեակել կարծես Հայրոյանին փակվեց Վարդանյանի փոխանցման ճանապարհը հակագրոհ Լևերկուզենից, բայց ինչու այսքան ուժեղ ստացվեց Կիրակոսյանի փոխանցումը արդեն Ավետիսյանը ազատվել էր ու սպասում էր փոխանցմանը Պետրոսյանը դերվից արված ու այստեղ Բարեյանը հասցրեց հեռացնել գնդակը, այո, շատ սուր էր ստացվել Պետրոսյանի հարված ու կարող էր հայտնվել այն ցանցում, եթե իհարկե Ավետ Բարեյանը ճիշտ պահին չհայտնվեր այդ գոտում Ավետիսյան մնաց գնդակը Աղասի Ավետիսյանի մոտ թողեց Պետրոսյանին, սա ցածից փոխանցում էր, բայց Դարպասապա Գրիգորյանը վերցնում է գնդակ ու երկար նետում կատարում առաջ, հիմա էլ գրոհում է Մարսելը շատ լավ նրա այս փոխանցումը Զանյան ու բարձր է ստացում մի փոքր Մոզանյանի հարված, այո շատ իսկապես հետաքրքիր գրոհ կազմակերպեցին Մարսելի ֆուտբոլիստները այս իրավիճակում, բայց եզրափակիչ հարվածը, որը կատարեց Զանյանը, իսկապես մի փոքր ընդամենը աննշան բարձրությամբ ընթացավ Ավետիսյան գլորեց գնդակ Օհանյանի ուղղությամբ Նորից Ավետիսյան գուցե հարված կատարի, նա ունակ է իդեպ հարվածը իրականացնելու, իսկապես շատ լավ է հարվածում հեռվից Ավետիսյանը, Պետրոսյան փակվեց հիմա էլ Պետրոսյանի փոխանցումը, Հայրոյանն էլ դեպի առաջ, բայց Ազնավուրյանը շատ լավ է գործում այստեղ, իջեցրեց գնդակը ու հետո էլ արդեն ես զայն նետում վաստակեցին Մարսելի ֆուտբոլիստները, այո դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից Մանուկյան ձեռքով, այո, ձեռքով գործեց այստեղ Մանուկյանը, եթե կարողանար լավ մշակեր գնդակը իջեցնել, ապա արդեն միայն դա կեր մնալու Դարպասապա Սևոյանի դիմաց, բայց ձեռքին դիպավ այո գնդակը Պետրոսյան, կարելի էր փոխանցել ավելի շուտ, բայց չարդվեց դեպի ձախ Պետրոսյանը, պահում է գնդակը, իսկ այստեղ արդեն կա խաղի կանոնների խախտում, այո Արթուր Պետրոսյանի դեմ պայքարում խախտեց խաղի կանոնները Ջուլհակյանը և ստանդարտ է վաստակում Բայեր Լևերկուզենը Մարսելի Դարպասի ուղղությամբ տեսնենք ով կիրականացնի այս ստանդարտը Կիրակոսյանն է գնդակի մոտ Սա հարված
Հատվածի փորձեր Օհանյան դուբլն կա 2-1 Լևերփուզենն առաջ է հասնում հաշվի մեջ, այո, դուբլ է գրանցում Արություն Օհանյանը իր անվան դիմաց արդեն այս խաղում։ Դուբլ Արություն Օհանյանից արդեն հաղթողի կարգավիճակում է Լևերփուզենը հայտնվում, իսկապես Կիրակոսյանի հարվածը հեշտ չէր ստացվել ու դարպասապահ չկարողացավ այս իրավիճակում միանգամից որսալ գնդակը եւ վրա հասած Օհանյանը առաջ է մղում իր թիմին հաշվի մեջ, այո, հիմա էլ խախտում կա Պետրոսյանի դեմ պայքարում ու ստանդարտ է նորից վաստակում Լևերփուզենը վարկյաններ առաջ ընդամենը Լևերփուզենը հենց ստանդարտից խփեց գոլից Քիմա Ավետիսյանի հարվածը ոչ պակաս վտանգավոր էր իսկապես Եթե հիմա էլ հայտնվեր գնդակը ցանցում, սա շոկային էր լինելու Մարսելի համար, ընդամենը 1 րոպեի ընթացքում 2 գնդակ բաց թողնել, այդուան ստացվեց ուղարկել գնդակը այս անգամ Զանյանին։ Ղուկասյան Ավետիսյան դեպի աջ է ուղարկում գնդակը Վարդանյանը կանգնեց գնդակի ճանապարհին փոխանցման պահին, բայց հետո արդեն գնդակը բաժին է հասնում Ակուլյանին դեպի Մանուկյանը լավն էր Ակուլյանի փոխանցումը Մանուկյան կա տարբերակ Վարդանյանից, այո ուղարկում է գնդակը Կարլեն Վարդանյանի ուղղությամբ ու ձախ եզրով է փորձում գրող կազմակերպել Մարսելը Զանյանն է գնդակով գուցե իր վրա վերցի անհատական վարպետության շնորհիվ խաղը Զանյանը, բայց այստեղ արդեն Ավետիսյանը կարողացավ հեռացնել գնդակը ու հիմա Պետրոսյանը միացնում է շարժիչ աջ եզրով Պետրոսյան, բայց անցում կատարել այս անգամ Արթուր Պետրոսյանի մոտ չստացվեց իսկապես արագության հետ կապված ոչ մի խնդիր չունի Պետրոսյան ու եթե հիմա անցումը ստացվեր պատկերացնում եք ինչ տարածություն էր ունենում իր առջև միայնակ դարպասին մոտենալու համար Մանուկյան Ղուկասյանը փակում է Մանուկյանի առաջխաղացման ճանապարհը կատարում է փոխանցումը պահեց, այո պահեց գնդակը Կիրակոսյան դաշտի սահմաններում, բայց հետո արդեն Մանուկյանը վերականգնեց այն Մարսելի ֆուտբոլիստի համար եւ գրովում է հենց հիմա Մարսելը Ակուլյան Ոչ, բավական հեռու թողեց Վահագն Ակուլյանը այստեղ գնդակը Եվ այո, հեռացեցին պարզապես Լևերփուզենի ֆուտբոլիստները եզից կնետին Մարսելը Աջորտին փոխել Ուկասուլիչը եզրային հետում իրականացված է Ակուլյան թողնում է գնդակը Խաղանքերոջը երկար փոխանցում առաջ Զանյանն այստեղ է Օհանյան մնաց գնդակ Օհանյանի մոտ հիմա հակագրոհում է արդեն Լևերփուզեն Օհանյան դեպի Պետրոսյանը կարող է կրկնապատկել իր առավելությունը Բայերը, բայց այստեղ չհասկացան Օհանյանն ու Պետրոսյանը միմյանց դիրքերով Ակուլյան ու եթե ստացվեր այս անցումը ֆենոմենալ կլիներ իսկապես վտանգավոր է Կիրակոսյան պետք է գրավել դարպասը Պետրոսյան շատ են ուշացնում վերջնական հարվածը Լևերփուզենի ֆուտբոլիստները եւ դա կարող է չներել Մարսելի հիմա հակագրոհում է արդեն Մարսելը Մանուկյան դեպի Հայրոյանը շատ լավ ընդունեց Հայրոյանը գնդակը դեպի աջ փոխանցումներ կա ու անկյունային է վաստակում այո Մարսելն այս իրավիճակում Ոչ անկյունային չի նշանակում մրցավորը այո հասկանալ է արդեն Հայրոյանի փոխանցումը դրսից ստացվեց Ոչ, նշանակել է, այո, անկյունային մրցավարը չեմ հասկանում, շատ խառը իրավիճակ էր, իսկապես մի թիմը պահանջում էր անկյունային չնշանակվի, մյուսը արդեն համաձայնվել էր այդ մտքից, շատ խառը իրավիճակ էր, բայց մրցավարը կայացեց իր վերջնական որոշումը, անկյունայինը նշանակված է ու հիմա Ակուլյանը հանձնեց պարզապես գնդակը Լևերփուզենը եզից նետում է Բայերը Կիրակոսյան Ուղարկեց դեպի առաջ, բայց այստեղ միայն Մանուկյանն էր երկար փոխանցում Զանյանի ուղղությամբ ուժեղ ստացվեց նաև այս փոխանցումը եւ Սթաթուլ Սևոյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Լավ են խլում Մարսելի ֆուտբոլիստները գնդակը եւ սա խաղի կանոնների խախտում էր, այո, կորցրեց գնդակը հետո ստիպված եղավ խաղի կանոնները խախտել Վլադիմիր Պետրոսյանը
Ու տեսնենք ստանդարտը ինչպես է ստացվելու։ Կասուլիչը Զանյան հերվից փորձ անդրադարձ Սևոյան վտանգավոր իրավիճակ է չվերցել Սևոյանը գնդակը իսկ Վարդանյանի հարվածը անցավ բոլորից, բայց վերջում հեռացեցին դատարկ դարպասից գնդակը Լևերկուզենի ֆուտբոլիստներ, այո, եթե չեմ սխալվում, Անսնաուրյանն էր հայտնվել այդ ոտում, դատարկ դարպասից հեռացեց գնդակը։ Եզից կնետի ամեն դեպքում Լևերկուզեն, այո, Մարսելի ֆուտբոլիստը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից երկար փոխանցում առաջ։ Ու այո, արդեն եզրային նետումը կլինի Մարսելինը, վերջում դիպավ գնդակը Պետրոսյանին, նոր լքեց դաշտի սահմանները դեպի Ակուլյանը փոխանցում, այստեղ քիչ էր մնում սխալվեր Վահագն Ակուլյանը, բայց հետո շատ լավ ուղղեցի այս իր մոտ առաջացած այս իրավիճակը եւ հիմա գրոյի է անցել հենց Ակուլյանը, բայց Օհանյանը այստեղ շատ լավ է դիրքավորվել ու շատ լավ է կարողանում հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս եզից է նետելու Մարսելը այո ակտիվ է Մարսելը այս րոպեներին մոտ են Լևերկուզենի դարպասին, բայց պետք է վերջնական հարվածը լավ իրականացնել Զանյան Օհանյանն է այստեղ էլ հիմա էլ լավ գործում Վարդանյան միացել է թիմի գրոյին Ակուլյան Աչից կա տարբերակ ուղարկեց գնդակը Մանուկյանին դեպի աչել Մանուկյանը շարժվեց ու հարվածեց, բայց Սևոյանը շատ հանգիստ այո Նաև ցույց տվեց այդ հանգստությունը խաղանկերներին հորդորեց հանգստանալ եւ վերցրեց երկրորդ հնարավորությունից գնդակը Անսնաուրյան Գլորում է գնդակը Կիրակոսյանի ուղղությամբ եւ հետ փոխանցում դեպի Օհանյանը Տեսեք շատ հանգիստ Լևերկուզենը խաղարկում է գնդակը մեկ փոխանցում հիմա էլ Կիրակոսյանն է ընդունել գնդակը Թողեց այն Պետրոսյանին ու շարժվում է առաջ Անսնաուրյան երկար փոխանցում է սա դեպի Կիրակոսյանը Կիրակոսյան բայց չի հասնի այս գնդակին դա երևաց կասեցումը մի փոքր անհաջող է ստացվելու Կեստրային նետում է իրականացված է երկար փոխանցում առաջ հիմա շտապում է մի փոքր Մարսելը իհարկե Հասկանալի է դա ամբողջովին, բայց դեռ կա խաղաժամանակ դեռ իհարկե, այսպես ասած, կորցնելու ոչինչ չկա, ընդամենը մեկ գնդակ է բաժանում, բայց Պետրոսյանը հիմա կարող էր կրկնապատկել առավելությունը, եթե հարված կատարելու հնարավորությունը ստանար, ամեն դեպքում անցումը ստացվեց, բայց դարպասապահը դուրս գալով դարպասից խանգարեց Պետրոսյանին հարված կատարելու գործում Հիմա էլ խլում է գնդակը Լևերկուզեն, այո, Մարսելը փորձեց գրոյի անցնել չստացվեց, Ղուկասյան Եվ այո, խախտեց Ղուկասյանը խաղի կանոնները Սարգսյանի դեմ պայքարում Իրականացված է ստանդարտը Հայրոյան հարվածում Շեղությամբ ստացվեց հիմա էլ Հայրոյանի կատարած հարվածը Եվ Օհանյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Գլորում է գնդակը աչեզր Անսնաուրյանի ուղղությամբ Երկար փոխանցում առաջ այստեղ չստացվեց գրո շարունակել բայերը տղաների մոտ և Մարսելը Հիմա փորձում է գրո սկսել Մանուկյան, բայց եթե հիմա սխալվեին, ապա դա կարող է ճակատագրական լինել Զանյան լավն էր փոխանցումը, բայց խախտեց Սարգսյանը խաղի կանոնները այս իրավիճակում Անսնաուրյանի դեմ պայքարում Հանցնեցին գնդակը Լևերկուզենի ֆուտբոլիստերը Մարսելին ու Մարսելը փորձում է ևս մեկ գրո սկսել, այո խաղի կանոնների խախտում չէր եղել, բայց ամեն դեպքում
Անսնարյանի դրվագում մրցավարը դադարեցեց հանդիպում, այո, դեմքն էր բռնել Անսնարյանը ու փորձում էր հասկանալ ինչը պատել ֆուտբոլիստին, ամեն ինչ կարգին է Անսնարյանի հետ, հիմա հենց նա է գնդակով տալներ անցումը դեպի կենտրոն լավ փոխանցում ստացվեց, բայց այստեղ արդեն հարված կատարելու հնարավորություն չստացավ Լևերկուզենի ֆուտբոլիստը, իսկ հիմա Մարսելի պատասխանը, բայց Օհանյանը հրաշալի է գործում, այո, Բայերը կարող էր նախորդ դրվագում արված կատարել ամեն դեպքում դարպասի ուղղությամբ հայտնվել էր արվածային գոտում Հայկազ Գալստյանը Եվ հիմա արդեն ստանդարտ Մարսելն է վաստակել, տեսնենք ստանդարտ ինչի է վերածելու Մարսելը Կասուլիչը Մոզանյանն է տեղադրել գնդակը Զանյան հարված ու հեռացեց գնդակը Պետրոսյանը արդյոք Վայո կարծես նա էր հայտնվել այդ իրավիճակում ու կարողացավ հենց նա հեռացնել թույլ չտալով Սևոյանին նույնիսկ միջամտել, բայց գրեթե դարպասի գծի վրայից հեռացեց գնդակը Զանյան, Սևոյանը դուրս է գալիս դարպասից ու քանգարում, այո, ամեն դեպքում Զանյանին գնդակը ընդունելու գործում, այո, շատ ճիշտ բան դուրս եկավ Սևոյանի իր տեղից Օհանյան երկար փոխանցում Գրիգորյան ու այստեղ քիչ էր մնում հիմա էլ սխալվեր Մարսելի դարպասապահ Գրիգորյանը ուժեղ փոխանցում առաջ այստեղ էլ Անսնաուրյանն է նորից դեպի Աղասի Ավետիսյանը դեպի Պետրոսյանը ու եթե տաներ գնդակի հետ Պետրոսյանը ապա նորից կտեսնենք դարպասի գրավում դատար դարպասում դարպասին հարված կատարելու հնարավորություն արդեն կստանար Մանուկյան Հնաց գնդակով Մանուկյանը կատարեց փոխանցում ու կա խաղի կանոնների խախտում արդեն Ակուլյանը տեղադրեց գնդակ ու արագորեն խաղարկում է Մանուկյանի հետ Մանուկյան ինչ իրավիճակ է այստեղ չկա խաղի կանոնների խախտում ոչ Օհանյան դեպի Պետրոսյանը նորից ընդունում է գնդակը Պետրոսյանը բայց արդեն տանել այս անգամ գնդակի հետ չստացվեց Արտուր Պետրոսյանի մոտ Ակուլյան Ստացվեց փոխանցել այո արդեն ֆուտբոլիստները կարելի ասել միայն ու միայն գրողների մասին են մտածում այլևս հանգիստ ֆուտբոլի կողմնակիցները չեն քանի որ դա պետք է առաջին հերթին վերաբերվի Մարսելին նրանք զիջում են հաշվի մեջ ու պետք է փորձեն հավասարեցնել հանդիպան հաշիվը ունի դեռ ունի 7 րոպե խաղաժամանակ Մարսելը պարտությունից խուսափելու համար Օհանյան գլորում է գնդակը այստեղ Պետրոսյանին դեպի Աչեզար ու հասավ գնդակը Արտուր Պետրոսյանին հասավ Պետրոսյան բայց հենց իրենից էլ այո դուրս է գալիս գնդակը դաշտի սահմաններից Ակուլյան Լավ ստացվեց Ակուլյանի մոտ անցումը շարժվում է առաջ Վահագն Ակուլյանը լավ տարածություն հաղթարեց միայնակ փոխանցումն էլ կա բայց Օհանյանը նորից վերահսկում է պաշտպանության կենտրոնում իրավիճակը այո շատ լավ հանդիպում է իսկապես անցկացնում Բայերը 33 համարը Հարություն Օհանյանը նա հիշեցնեմ դարձել է Լևերկուզենի այս խաղում 2 գոլերի հեղինակը եւ ոչ միայն դա իհարկե պաշտպանության գծում պաշտպանության կենտրոնում շատ արդյունավետ ֆուտբոլի այսօր մատուցում մեզ Ավետիսյան ստացվեց գնդակը հասցեագել Պետրոսյանին դեպի Ավետիսյանն էլ Պետրոսյանն է ուղարկում գնդակը Բարձից փոխանցում է Սայա Ղուկասյանը Փորձեց ամեն դեպքում դիրքավորվել այնպես որ հարված կատարի բայց շատ հեռուն գնաց Ավետիսյանի կատարած փոխանցումը Սարգսյան Երկար փոխանցում այստեղ չկար ոչ ոք Մարսելի ֆուտբոլիստներից Եվ ատեսեք Ավետիսյանը զգաց որ կարող է հասնել Վարդանյանը գնդակին ամեն դեպքում ու պայեց այն դաշտի սահմաններում եւ ոչ միայն պայեց, նաեւ անցումը
Գեղեցիկ ստացվեց, բայց հիմա Հայդոյանն է խլում իրականացնում դեպի Զանյանը, նորից Հայդոյան դուբլ կտեսնենք Հայդոյանից, ոչ հարվածը չստացվեց Հայդոյանի մոտ, ինչ իդեալական խաղարկում էր հիմա էլ Մարսելի ֆուտբոլիստների կատարմամբ Զանյան Հայդոյան, բայց այս անգամ Հայդոյանին հարված կատարելու հնարավորություն չտվեցին դեպի Ղուկասյան ուժեղը ստացվում այս փոխանցումն էլ Հայկազ Գալստյանի կատարած Մարսելը իրականացնում է եզրային հետում Ակուլյան Գլորը Սարգսյանի ուղղությամբ գնդակը դեպի կենտրոն, բայց այստեղ Հայդոյանն է, այո, կատարում նաև փոխանցում բարձր է ստացվում Գևորգ Հայդոյանի կատարած փոխանցումը Կիրակոսյան ուժեղ փոխանցում առաջ հասավ գնդակ Օհանյանին, հիմա էլ տեսեք այո արդեն Օհանյանը հարցակման գծում է Պետրոսյան, Օհանյան, հետրիկը կայանում է Օհանյանից, այո մեկ դրվագ է նրան անհրաժեշտ եզրափակում տալու համար Բայերի գրոհին ու 3-1 է դարձում Արություն Օհանյանը հանդիպման հաշիվը Հարություն Օհանյան հետրիկը նույնպես կայացավ այս խաղում, այո, նա միջև րոպեներ առաջ փոխարինում տեղի ունենալ Լևերկուզենի կազմում պաշտպանությունում է տեղ զբաղեցել։ Տեղի ունեցան փոփոխությունում, նա վերածվեց հարձակվողի ու 1 դրվագում այդպիսի հարված կատարեց 3-1 դարձնելով հաշիվը։ Հիմա էլ Պետրոսյանն է խլում իրականացնում Ղուկասյանի տարբերակը, բայց Պետրոսյանը որոշեց եզրափակելու բարձր է ստացվում հիմա էլ Արթուր Պետրոսյանի կատարած հարվածը Սարգսյան Այո, Օհանյանի այս խփած գնդակը կարելի է որոշիչը համարել այս խաղում, ճիշտ է դեռ Մարսելը կփորձի ամեն դեպքում, բայց շատ քիչ է մնացել Մարսելին։ Զանյան, հիմա էլ փակվեց Ավետիսյանի կողմից Զանյանի հարվածի ճանապարհ ու եզից կընտրեն Մարսելի ֆուտբոլիստները, Ակուլյանն է պատրաստում եզրային նետում իրականացնել։ Ուղարկեց գնդակը Խանքերոջը Վարդանյան կա, Հայդոյանը կա, Ակուլյանը դեպի աջ, Ակուլյանն այստեղ է, Ակուլյան ու անկյունային արդյոք ոչ պահեց գնդակը Բայերի ֆուտբոլիստը դաշտի սահմաններում ու հիմա Բայերը կփորձի գրոհի հասնել Ղուկասյան դեպի առաջ իհարկե սա ավելի լավ էր քան ամեն դեպքում կորցնել գնդակը, բայց Մարսելին է բաժին ասել գնդակը Սարգսյան Վարկեց գնդակը Մանուկյանին ու Պետրոսյանը շատ լավ է խլում իրականացնում և զարգացնում արագություն փոխանցումն էլ դեպի Օհանյանը շատ լավ էր մտածված, բայց այս անգամ բաժին չհասավ գնդակը Հարություն Օհանյանն Աղասի Ավետիսյան պահում է գնդակի մոտ Ավետիսյանը ուղարկում Պետրոսյանին բայց այստեղ Սարգսյանը շատ հաջող պաշտպանվեց ու շարժվում է առաջ կա Հայդոյանը երկար փոխանցում Կիրակոսյանն այստեղ ավելի լավ է դիտքավորված շատ լավ անցում Կիրակոսյանից հարվածն էլ կա ու Գրիգորյանը ամեն դեպքում այո կանգնեց գնդակի ճանապարհին նորից գրոհում է Մարսելը վերջին ուժերն են ներդրել Մարսելի ֆուտբոլիստները այս խաղում Գևորգ Հայդոյան դեպի աչը շարժվում Հայդոյանը շատ լավն էր անցումը բայց Ստիպած եղավ հիմա հետ ուղարկել գնդակը Մանուկյանին իսկ այստեղ մաքուր խլում կա Պետրոսյանի տարբերակը բայց թույլ է ստացվում այստեղ Լևերկուզենի ֆուտբոլիստ Հայկազ Գալստյանի փոխանցումը Եվ այո, Մարսելը կնետի եզդից, այո, իսկապես որոշիչ գնդակ խփեց Հարություն Օհանյանը, վերջին գնդակը իհարկե նա բոլոր գոլերն է հեղինակել այսօր Լևերկուզենի կազմում։ Արդեն վերջին րոպեն է մեկտարկել հիմնական ժամանակի։ Ու տեսնենք այս կարող է ամեն գրոհ իսկապես Մարսելի համար ստացվել վերջինը հիմա էլ Զանյանի թնդանոթային հարվածը տեսանք եւ
Այո 11 մետրանոց է հիմա վաստակում Մարսելը Բայերի դարպասի ուղությամբ ճիշտ է պատահական, բայց դիպավ գնդակը Ասդաուրյանի ձեռքին ու 11 մետրանոց, եթե հիմա գրավի Մարսելը դարպաս ունենա եւս մեկ գրոյի հնարավորություն կարող են որևէ բանի մասին մտածել։ Այո վերջին րոպեն է ընթանում եւ այսպեսին դվեր է ստանում Մարսելը վերջնամասում, բայց պետք է դիպուկ իրացնել այս հարվածը, հետո մտածել որևէ բանի մասին։ Մոզանյանն է գնդակի մոտ, ընդդեմ Թաթուլ Սևոյանի այս պայքարը տեսնենք, Կասուլիչը Զանյան ու Սևոյան, բրավո Զանյան, երկրորդ հարվածը, բայց հայտնվում է դարպասում 3-2 դարձավ հանդիպանաշիվ ու վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց, ինչ հետաքրքիր հանդիպում էր ամեն դեպքում, թե թե հանդիպան մեկ տարկը, թե վերջը շատ հետաքրքիր ստացվեցին։ 3-2 հաղթում է Լևերկուզեն ու վաստակում է հերթական 3 միավորը։ Խաղային օր այս հանդիպումով մեզ մոտ ավարտվում է բարի գիշեր ու ամենայն բարիք։